Վերջին տարիներին արդեն երրորդ անգամ Զանգակ հրատարակչությունն անդրադառնում է ժամանակակից չինական գրականության լավագույն հրատարակություններին Իվանի Աբգարյանի բնագրային թարգմանությամբ հայ ընթերցողին է ներկայացնում Լյու Ցինի «Երեք մարմինների խնդիրը» գիտաֆանտաստիկ վեպը։ 2008-ին Չինաստանում հրատարակված վեպը միջազգային գրական շուկայում հայտնվեց միայն 2014-ին անգլերեն թարգմանությունից հետո։ Առ այսօր թարգմանվել է 30-ից ավելի լեզուներով, վաճառվել միլիոնավոր օրինակներով և արժանացել միջազգային մրցանակների, իսկ անցյալ տարի գիրքը հայտնվեց ֆիլմարտադրողների ուշադրության առանցքում և Netflix-ը ըստ վեպի նկարահանեց համանուն սերիալը։ Բնագրային թարգմանությունների շարքում Զանգակն առանձնահատուկ կարևորություն է տալիս հենց այս նախագծին։ Չինական գիտաֆանտաստիկը արդեն ինքնին հետաքրքիր է և կարևոր, բացի դրանից հենց իր ուրույն տեղն է գրավել արդեն այս վեպը, որովհետև կարծես թե նոր մոտեցում, նոր հայացք է հենց Չինաստանից, շատ կարևոր հետաքրքիր խնդիրներ է բարձրացնում, շատ գեղեցիկ կապ է ստեղծում, ուրեմն մեր ոչ հեռու պատմության և ապագայի միջև, վեց նախազգուշացում այդ էլեմենտն էլ ունի, որը էլի շատ կարևոր է մեր հասարակության համար։ Կրթությամբ ինժեներ, ընտրությամբ գրող Լյու Ցինը զարմանալիորեն հաջողել է իր վեպում համատեղել պատմական գեղարվեստական գրականության, դետեկտիվի և գիտաֆանտաստիկայի ժանրերը։ Վեպը բազմաթիվ հղումներ ունի փաստական իրողություններին, 20-րդ դարի Չինաստանի ժողովրդական հանրապետության պատմությանը և մասնավորապես Մաոյի մշակութային հեղափոխության տարիներին, երբ գիտնականների մի խումբ գաղտնի հաղորդակցություն է հաստատում արտագալակտիկական քաղաքակրթության հետ։ Հեղինակը մեծ վարպետությամբ ներդաշնակում է գիտական ճշգրտությունն ու փիլիսոփայական խորությունը, առաջարկելով մի ընտրություն, երբ մարդը ստիպված է վերաիմաստավորել իր տեղը տիեզերքում։ Գիրքը բազմաբովանդակ է, սյուժետային առումով մենք կարող ենք հասկանալ, որ սա և համամոլորակային խնդիրներ են արծարծվում, բայց նաև յուրաքանչյուր հատկապես գլխավոր հերոսուհու առումով, այսպես ներաշխարհային յուրաքանչյուր մարդ որպես առանձին մոլորակ, ինքը ինչ ներաշխարհային հույզերը, փոթորկումներն է ներկայացնում։ Երեք մարմինների խնդիրը Լյու Ցինի հիշողություն երկրի անցյալից եռագրության առաջին գիրքն է։ Եռագրությունը ներառում է երեք մարմինների խնդիրը, մութ անտառ և մահվան հավերժական կյանքը վեպերը։ Նկատի ունենալով երեք մարմինների խնդիրը գրքի հաղթարշավը համաշխարհային գրական շուկայում և մեր ընթերցողական լսարանում ունեցած մեծ պահանջարկը, հրատարակչությունն արդեն մտածում է եռագրության մյուս երկու գրքերի հրատարակության մասին։ Նոնե Ալեքսանյան, Հովհաննես Գյուրգչյան, լուրեր։